Նոլանը իմ համար ուռճացված ռեժիսոր է։ Ոնց որ Աքիլեսը ուր էին Պաուլիսակը գրողը տանի։ Զոֆիլ Անծանոթ է որ Նիկոլաս Քեյջը Սարգիս Գրիգորյանն է խաղում։ Զիլոն Էմիլյան չեմ սիրում ես։ Միգուցե դա նրանից է որ ես կինոմանը Աշխարհի ամենալավ պարիցեյսկին, հա։ Դե լավ սցենարում, ճիշտ դրամատուրգիայում, հա։ Բա հոդոգը լավ դա։ Կարող եմ 2 ամսվա բան ասել։ Սենց մի բան լինելու է հետո։ թթվասեր կուտես։ Դու ինձ այնքան չես հարգում, որ այդ թթվասերը արդեն մտավ իմ ստեղ։ Մի արա։ Արվեստը սազբանա, դու նախ ստեղծում ես։ Մենք չենք համաձայն չենք անելու տգեղ գովաստ։ Որովհետև իրան լուբոյ տեղ է ստանում, տկլորցնում ես։ Պրոստը պետք է ճիշտ բալանսը լինի։ Մի քիչ մի հատ SMM շիկի տվել են, ինքը շատ լավ սենց։ Բումարը։ Մենք սենց խորացած նայում ասում եմ, «Էսով արել ես էդիթը»։ Bloody Diabolical։ Խնդրում եմ նայեք։ Ոչ ես քեզանից դա չէի ուզում։ Նոլանի ճանապարհները անքննելի են։ Ողջույն սիրելի կինոմաններ, ողջույն սիրելի 231 ոդկասթասերներ։ Դուք ելի ձեր բոլոր հնարավոր էկրանների վրա տեսնում եք մեր Գիասքանչ ոդկասթը։ Մեր չնայ խնդա Պոդքասթը։ Երեք սկսա որպես բարի գիշեր բարեկամներ, մի հատ Քեզ կինոման ասում ես մարդկանց ասածները քեզ վեկալում քեզ։ Ինչպես դուք արդեն հասկացաք, այսօր էլի նույնպես Հայկ Նոյերնեստի իմ հետ են։ Այսօր էլի իրանց ստացել են միկրոֆոններ։ Մինչև սկսել է, ես հələ ասեն չգիտեմ ձեզ ոնց ասեմ, ոնց խնդրեմ, ոնց հորդորեմ, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մեր ալիքի ստատիստիկան որ նայում ես, 10 անգամ ավելի շատ մարդ դիտում են մեր վիդեոները, քան բաժանորդագրվածներն են։ Դա մի քիչ абսուրդ ստատիստիկա է, էլի, բաժանորդագրվեք, խնդրում եմ, լայքեք, տարածեք։ Այդ լավ բանը դուք մեր համար արեք, էլի, մենք այդքան լավ բան ենք անում ձեր համար, ուշ։ Ինչ պետք է ասես թե Հայկ։ Դե հյուրերին դիմա։ Հյուրերին ասա։ Դե չի շատ լացացրիր։ Այսօրվա մեր հյուրերն են ոդկասթերներ, այլ ոդկասթերներ, այո մենք կոնկուրենցիա չունենք, մենք ունենք գործընկերներ, մենք ունենք գոլեգաներ, կարելի ասել։ Բոլորդ հաստատ լսել եք Գնանք կինո ոդկասթի մասին, որը վարում են երկու չեն աշխարհի գեղեցկուհիներ, Ջելկան Ողջույն։ եւ Մանեն։ Ողջույն։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Շնորհակալություն։ Ես հայտարարում եմ 231 ոդկասթի նոր էպիզոդը սկսված։ Это общий ара։ Այդ սկսվեց 14։ Շո կարանք սկսենք։ Ես թվա ես շատ ճիշտ մարդու կողքին եմ նստել, որովհետև սովորաբար իմ ու Մանի կինո քննարկման մեջ ես Էրնեստն եմ, որովհետև որ հետաքրքիր լինի, ոնց որ ես սկսում եմ բանավիճել Մանեի հետ ու սովորաբար փորձում ենք շատ ազնիվ լինել ու ասել ինչ որ մենք ենք մտածում, բայց նենց էլ ենք անում, որ մեր կինոդիտողին հետաքրքիր լինի, այստեղ մի բան հիշեցի, Spotify-ում մի անգամ մեզ մեկնաբանություններ գրել մի աղջիկ, չգիտեմ դուք դիտել եք այդ ֆիլմը, այմա մոռացա այդ կինոյի անունը։ Որ մեկը։ Այն որ գրել էր ես օրինակ կարծում եմ որ դուք արդարացնում եք մոր կերպարը։ Ոնց էր անունը, Սեյշորոնանի հետի։ Մի հատ կհիշեք այդ կինոյանը, որ ինքը երեխա ուզում է գնա համալսարան սովորի, բայց չեն թողում իրան։ Օսկարի նոմինանտ է ինքը։ Lady Bird։ Ուրեմն որ պարկեզի ես այսքան վատ եմ հիշում բոլոր անունները, ու ես այդտեղ մի քիչ շատ էի արդարացրել այդ մոր կերպարը, բայց իմ կարծիքով եթե լսեք այդ էպիզոդը կհասկանաք, որ ես տարբեր տեսանկյունից եմ արդարացնում անդրադառնում այդ կերպարին։ Հա, բացվեցի արդեն։ Ուտեղ գրել էր մի հատ աղջիկ, որ ոնց որ իմ կարծիքով սիրում եմ ձեր ոդկասթը, բայց իմ կարծիքով շատ եք արդարացնում եւ այլն, դրա համար Էրնեստին էի ուզում հղում տալ, որ ասել են Նիկոլաս Քեյջի հետ կա, այն ձախի նստածը որ կա։ Նիկոլաս Քեյջին ասեք թող շկպտի չոց բան։ Զում եմ անում, որ այն ձախի նստածը չեր։ Բայց այդ շատ վիրավորական էր, սիրելիներ չի կարելի։ Չէ, ես ուզում եմ ասել մարդկանց, որ ընկրել են մեկնաբանություններ։ Շատ ահավոր է։ Չնայած որ ես կարծում եմ որ ուրիշ բան կար, որ կարող եք ուշադրություն դարձնել, որը Էրնեստն է ասել, բայց դուք գիտեք։ Մի ասել, անկեղծ ես իրոք ֆանտանում եմ այդ բանից։ Դրա համար ամեն անգամ մշակութային է։ Դե ես մի քիչ կհամաձայնվեմ իրանց հետ, մի քիչ եմ համաձայնվել իրանց հետ, ձեր կոմենտատորների, որովհետև արվեստը որպես այդպեսին շատ սուբյեկտիվ է։ Հա։ Ու Դից այնց ֆիքսված փաստ է այդ փաստը, որ չի կարելի ասել, գիտես ինչ կա, դու սխալ ես սենց մեկնաբանում ես ֆիլմը, պետք չէ սենց մեկնաբանել, ես ճիշտ եմ եւ այլն, ճիշտ լավ չի։ Կատարյալ անտաղանդը։ Ինչը։
Կատարյալ անտաղանդ մարդը ոնց առաջանում։ Կատարյալ անտաղանդ մարդ գոյություն չունի հայկս։ Ցանկացած լուսանկար, ցանկացած ֆիլմ, ցանկացած երաժշտություն ունի իր հանդիսատեսին։ Ես կարծում եմ, այստեղ Ցելեվոյ։ ինչքան էլ ինքը սուբյեկտիվ է, բայց երբ որ դու կարծիք ես ասում ինչ-որ մի բանի մասին, որը օրինակ արվեստ է, դու ստեղծես մտածողություն։ Հիմա դուք եք ստեղծում մտածողություն։ Մարդիկ, որոնք ձեզ հետևում են ու կոմենտ են գրում, իրանք կամ համակարծիք են ձեր հետ կամ չէ, ու դա լավ մեծ բան է։ Ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ այդ արգումենտատիվ մտածելակերպը մեկը պետք է։ Ու եթե իրանք կոմենտ են գրում, օրինակ, ձեր դեպքը չէ, բայց ընդհանուր նկատի ունեմ, եթե գրում են, որ ինչ որ մտքի հետ համաձայն չեն, այդ շատ լավ է։ Ես ուրախանում եմ։ Նշանակում է, ոնց որ իրանք են, վերլուծում են, մտածում են։ Հիմնավորված կոմենտը, հիմնավորված նպատակային ասվածը, հա։ Այդ բaragայում, հա, ինքը կարա, եթե ինքը կինոն է կամ գործն է, ինքը ուսումնասիրել է, ինքը գիտի այդ ինչ է։ Դե կարող է այդ Կարա մարդներ համաձայն չի ուզում չլինի։ այդքան դնի բացատրի ինչի է։ Չէ, բան չասի, իրականում պրաստոյ կոմենտից կարելի է հասկանալ մարդը տեղեկա թե չէ։ Շատ դառկուց Spider-Man է։ Լավելի հայ։ Սա զում կանեք չես երևան Նիկոլաս Քեյջը Աֆեր չէ։ Ես ռեյսը ես կոյդ չեմ համաձայնվի։ Ես ռեյսը չէ, էլի։ Արից դերը դիր սրտիտ ու ասա որ ինքը Spider-Man է։ Դու երբևէ մտածես որ Նիկոլաս Քեյջը կարա Spider-Man լինի։ Ինչ լինի։ Կարա հոգնած լինի։ Իրա Պետրո Պասկալի հետ կինոն նայեք։ Ոյ Պետրո Պասկալը, ոյ։ Պետրո Պասկալի հետ կինոն, անունը չեմ հիշում։ Հա, իմացա որ Եվ էս։ նասիմա է тяжесть огромного таланта։ Ես օրինակ մի հատ բան եմ գնան կինոից հետո իմ համար առանձնացրել, ես որ մարդուն ուզում եմ face control անեմ ինքս իմ համար, հարցնում եմ որն է իր սիրելի ֆիլմը ու ինձ այդ հերիք է։ Եթե ինքը ասում է մի բան, որը շատ բարձրնակ է իմ համար, ինչքան էլ դա օբյեկտիվ է, ես մի քիչ Արի դերման հարցրու։ Եթե մարդը իմանալ կարողանում պատասխանել։ Արի սենսանին հարցրու։ Դեմքին ասա։ Բայց ես կարծում եմ, լավ Ոնց անում չենք նեղանում։ Հանգիստ դրած։ Էրնեստից կարած սկսել, որ են արդեն պարապել է։ Որտեւ ինքն էլ ասել Որն է ձեր սիրելի ֆիլմը։ Մեր սիրելի ֆիլմը։ Ես դուքով եմ խոսում, ես կարող եմ դուով դիմել։ Հա։ Դուով դիմեմ։ Հա, դուք իր հետ դուով կարող դիմես։ Զիլոնա միլը։ Օ։ Չէ, բայց դա դու ասեցի։ Լավ, երկրորդ ամենասիրելին։ Interstellar։ Բայց դու դիմական ճանաչում ես, այդ իրոք իր ամենասիրելին է։ Չի ասի։ Որն ամենասիրելին։ Դու ուրեմն всё ես չեմ իր տեսակի մեջ։ Սիրած կինոն պետք է լինի բան։ Վերջինը ո՞րց են խոսում։ Որ դու կերպարանավորվել էիր դաժե։ Ինչ։ Լյուբովսկի։ Լիբովսկին։ Հա։ Քո ֆիլմը պատի Լիբովսկի տիպի ֆիլմ է։ Իրականում ես զզվում եմ դες ձևի կինո։ Որտեվ դու այտենց մաքուր կադրերի սիրար չես։ Պերսոնաժ ուրիշ է, ընդհանուր կինոն ուրիշ է։ Ինքը պրոստը ասես top 100-ի մեջ է առաջին։ Մի առաջին։ բան, որի մասին չենք կարծիք ասել, էլի։ Ուղղակի դա շատ դեպրեսիվ պատասխան է, էլի ամենասիրած ֆիլմի համար։ Ոնց չի երևում որ դուք այդքան դեպրեսիվ եք։ Ես Որքան էլ որ դեպրեսիան դրա մասին չէ բնականաբար, ես սխալ չեմ։ Ես արտահայտվում ենք։ Ես այդ գալիս է։ Ես դիտի ամեն անգամ այնտեղ բանը հղում տամ էլի։ Բան թեժ գիծն է այստեղ լինելու, հոգեբանական առողջություն։ Այդ լավ է, ես չի եղել, որ գան մեզի ռազմասանը, դա շատ լավ է։ Եկեք, Ուր աշոտին ենք վերել որ ռազմասանը, աշոտ ուրեմն դու գիտես որ սես բանկա քիչ Աշոտը իր սխալն է։ Հա Հիմա ինչ եք սիրում։ Ես եմ հիմա բանա։ Դե եթե քեզի կանցնենք արխային։ Ինձ։ Հա։ Հետո ես եմ ելնելու այսինքն։ Չէ, հիմա ես դու հետո հարցրեց արդեն դուք չպատասխան։ Դու չպատասխանեցիր։ Դու մենք հարց։ Ինչի է Զիլոնա Միլան։ Էմոցիոնալ ֆոնի համար նախև առաջ իմ էմոցիոնալ ֆոնի համար։ Իսկ եթե մասնագիտական։ Մոռացել էի, չէ, մոռացել։ Ես լրիվ ինա դու որ ժամանակ գնա։ Մասնագիտական ինչ, ես մասնագիտական էլ եթե կկտրենք կդնենք որտեղից որ ասեմ օպերատորսկի ինչ որ լուրջ բան եմ տեսել սուտ կլինի, սցենարական շատ ուժեղ է։ Ես կինոն գիրքը չեմ կարդացել։ Չգիտեմ ընդհանրապես։ Դերասանական այդ կաստինգը ոնց եղել է, բոլոր կերպարները իրար համապատասխան են։ Անուններով չեմ հիշի ոչ մեկին։ Ու Տոմ Հենքսը այնտեղ ոնց ասեմ աշխարհի ամենալավ պոլիցեյսկին, հա, կամ ինչ են այնտեղ ասում։ Պագոնավոր մարդը։ ամենալավ են տղեն է խաղում։ Սևը։
Ոչ չարա խաղում։ Են Լկսը լակոտը։ Հա, իրեն կարելի է դասել top 10 բաների մեջ։ Չարագործների համաձայն եմ։ Ու պրիտոմ top 10-ի մեջ Darth Vader-ը չի լինի։ Եթե ինքը լինի։ Darth Vader-ը դե մի Darth քիչ Vader-ը մի քիչ ուրիշ ծավի տղա է։ Darth Չկան Vader-ը զլատեիներ։ խաղարկային չի, Darth Բանը Vader-ը Naruto-ի թեման է։ Չկան զլաձեյներ, կան մարդիկ, Մեզ ովքեր ունեն մեր իրանց էպիզոդներից մեկում մեր հյուրերից Տարոնը նույնպես ռեժիսոր շատ նենց լավ միտք ասեց, որ զլատեիներ չկան։ Ամեն ինչը միտեղից գալիս է։ Դե լավ սցենարում, ճիշտ դրամատուրգիայում, հա։ Դե մենք Սցենարը ենք խոսում։ Այն ֆիլմեր, որ գցում են քեզ ասում են, էսի զլեջեին, հա, բայց Էդի ուրեմն Վերջերս- նրանց չես վերլուծել ֆիլմը։ Գորդ վերջերս ես փսես մի հատ թեզ հանդիպեցի, ասում է անտագոնիստի եւ չար կերպարի տարբերությունը։ զլեջեի ու անտագոնիստի տարբերությունը։ Անտագոնիստը բան կանի։ Չէ, ներողություն, շատ ներողություն։ Հերոսի ու անտագոնիստի։ Հազար անգամ ներողություն։ Ասում է հերոսը աշխարհը կփրկի քեզ կործանելու հաշվին։ Իսկ անտագոնիստը քեզ կփրկի աշխարհը կործանելու հաշվին։ Դրանով է դառնում ինքը որ Շատ ռոմանտիկ էր։ Եվ մենք Սովորաբար այդ մտքերը ես եմ ասում մեր ոդկասթում եւ ինձ ասում են որ դա մի փոքր cringe է, բայց իրականում այդ մտքի հետևում մի քիչ փիլիսոփայություն կա որ խորանակ, էլի։ Ինձ թվում է այն կինոն, որը իսկապես ինչ որ արժեք է իրանից ներկայացնում, հենց այդ միտքն է գրում, էլի, որ դու կարեկցես, հասկանաս կամ ապրումակցես էլի ամեն դեպքում այդ կերպարին ու սկսես ոնց որ մտածել, իսկ ինչ է ինքը նենց ոնց որ ինքը կա։ Դե հա, ցանկացած լավ անտագոնիստի հետևում է դու կա։ Զիլոնի Միլայի պարագան չեմ կարող ես ինչ որ մեկի Այստեղ արդեն վիճելի է, մարդը կարող է արդարացնի։ ինձ ասելով չենք արդարացնում։ էլի։ Դու հա։ Չեմ կարող ապրել ոչ թե այն առումով այդ պահին հենց իր հետ, հա։ Բայց եթե ես ուզենամ թեման շուրտամ իմ կողմ, եթե ես լինեի օրինակ, ես այդ չեմ կարող։ այդ տղեն Ոչ որ վերաբերվում էր այդ բաներին, զգուշություններին, հա, վերաբերվում էր որպես շատ վատ Մարդիկ որ չի թռչում։ հա, շատ վատ մարդիկ, ովքեր ահավոր վատ արարքներ են գործել ուրիշների հանդեպ ու իրանք Ինքը իր տեսանքից պատժում էր։ խղճալու, հա, կարիք չունեն ու զարմանում էր նրա վրա, որ խի են նրանք вообще խղճում։ Ինքը այդքան հոգեպես ու մտավոր հասուն չէր, որ ինքը որոշեր պատժեր այդ մարդկանց։ Ինքը պրոստը այդ էքսպերիմենտներ էր անում, խաղում էր։ Վատ իմաստվել, այդ գուբկեն չթռչեմ տենա միշտ կլինի։ Նրանց իսկ սկզբունքով ես դու նստում սրա վրա, իրանք էս երկուսի։ Ինքը մեր մեծ աղբերն։ Տենց է սկսվել ի սկզբանե։ Չէ, դա սկզբում չի եղել, դա եղել է հնարավորություն։ Մենք ունենք այս երկու Հա, մեր մեջ աթոռուսը փոքր ինքն է։ ու տենց Հա, այսինքն Իսկ որն է ամենասիրելի ֆիլմը։ Իմ ամենասիրելի ֆիլմը Old Boy ֆիլմն է։ 2003 թվականի բայց դու օրիգինալ ռազմաշարը կորեական ֆիլմ է։ սիրել Ոյ։ Ես սպասում եմ հարմար պահի։ Լավն է։ Դե լավ, հրանտին արա, հետո Էրնեստին Չէ, կփրկես։ բայց միտում է։ Ես օլ բոխի չեմ նայ, ես չեմ կարա ռազմոս անեմ։ Միտում է չէ, պարզապես ότι դու նենց ֆիլմ ես ասել, որ մենք չենք կարող, ինչ ասեմ այդ։ Ուզում ես նենց կինո ասեմ, որ դա ռազմոս Չէ, անեմ։ եկեք լավ մի ասենք, բուտուրել մի բան- ինտերստելլարի մասին խոսանք, որտեղ ինձ թվում է այսքանից միացնող բան է ինքը, որտեղ Զիլոն Էմիլյան չեմ սիրում ես, ընդհանրապես իմ համար տենց։ Ոյ։ Բայց չէ, ինտերստելլարը ինձ թվում է շուրջ բոլորը սիրում ենք։ Ինչ է սպասում ես ասեմ։ Ասում բոլորի։ Ասում ինչ սպասում։ Ինչ ես սպասում Ինչի է ասեմ։ Ինչ ես սպասում, որ ինքը Որտեղ ես արձագանքի։ Նոլանի ջելկայի ասած ամբասադորն եմ Օ, շատ Հայաստանում։ սիրում երեխան։ Տենց ասեմ, Նոլանը Շատ իմ համար ուրճացված ռեժիսոր է։ Բրավո։ Խնդրում կոմենտներ գրեք Էրնեստի արտահայտած մտքի հետ, որի դեք դուք Ես Որ համաձայն չեք։ իր ինքը գլուխ գործողներ ունի, Առանձին ինքը լավ գործ է անում, ինքը Սարքինգ շատ թույն է անում, այն ինչ որ անում է։ Օրինակ մի բան ասեմ, ես հիմա այս իր նոր ֆիլմին շատ եմ սպասում, որտեվ ես իր vision-ը տեսլականին հավատում եմ, Ես էլ բայց չէ։ որպես մարդ ով ինչ որտեղ այդ միֆոլոգիան ուսումնասիրում է, ոնց կարելի է Աքիլեսի կերպարում ընտրել մի մարդու։ Պետի զոմա, պետի հաստատված չի։ Եկեք խոսանք։ Ստոպ, Աքիլեսի կերպարի դերասանը հաստատված չի։ Ուհին։ Այդ պերսոնաժը կա, Նկարները դերասանը արդեն կա։ հրապարակել են։ Այդ դերասանը կա, բայց չկա օֆիցիալ տեղեկություն, որ այդ կերպարը Բայց եկեք վերցնենք այդ դերասանն ներկայացնելու Աքիլեսի կերպարը։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Իր դեպքում կարող է ուրիշ տրանսգենդեր դերասան լինել ու մենք մտածենք, որ ինքը շատ սազում է այդ կերպարին։ Այսինքն ֆիզիկականն է, որ չի բանա։ Հա, այդ Ես դրա վրա ընդհանրապես չեմ կենտրոնանում, որ ինքը տրանսգենդեր է, չի կարող խաղալ Աքիլես, չէ։ Դա չի։ Կամ գեյ լինի չի կարող նա խաղալ տրանսգենդեր, չէ, դրա մասին չի խոսքը։ Տրանսգենդերը։ Իհարկե Ինքը չի կարող չընդունի Ինքը այդ հպարտ Ես մեծ տղամարդ եմ։ Խնդիրը իր էության մեջ չի։ Բայց մենք դրա մասին չենք խոսում։ Չէ, այդ
թեման որ Ես բացեցիք կարծում եմ, մենք երեխեք։ կմնանք ստեղ, բայց ստեղ իր տրանսգենդեր լինելու ֆակտորը չէ, ստեղ իր տեսքի Մասը չէ, մակակրաս։ Ուզում ես ես ասեմ, իսկ անդրադառնալ, ես սիրում եմ։ Ես ինչ բարձ է ասում եմ ինձ ոյ Pride Month-ի շրջանակներում Happy Pride Month։ Այսի Էրնեստը։ ասել կքննարկենք Ellen Page, Elliot Page։ Ուրեմն Նոլանը ուռճացված ռեժիսորը Օրիգ թեման շուշ։ փոխել էլի բացատրեմ խիա ուռճացված որտեվ իրանից լավերն է կարան լինեն բայց պրոստը ինքը ճիշտ բան ճիշտ Մի է հատ Իրանից լավ ռեժիսոր Okay, ասա։ էտա բա։ իրանից լավ ռեժիսոր քանի հատ ասեմ 5 հատ։ Տարանտինո Ոյ, Սկորսեզե ես դուրս ալ։ Ուզում էր ված բառ ասել, ես Ստոպ դիսկացի։ ուզում եմ ասել, ստոպ ընդհանրապես։ ինչի վատնա տիպը Արժանեկիցները։ Տարանտինո Սկորսեզե Դեվիդ Լինչ Տիմ Բարտոն որպես ռեժիսոր Դու հիմա ոչերով խառնեցի սաղ իրար։ Կաց ասես Բայց ինքը ոչ կա։ մասնագիտական կապ ունի ռեժիսորը մարդը ասում Հայկ Փայցյան Ամեր մոտ կարը Գերա մեկ տոլերանտ ենք ահա։ 5-րդը թողում ենք Մենք չենք հաստատ։ սահմանափակում Տարանտինոն Բայց դու նենց մարդկանց ասես, որ հիմա ինքը չի կարա հակադարձի ասի օրինակ կարամ, չէ, ոչ Տարանտինո։ չեմ կարա։ Սկորսեսեն ինչա։ կլասիկ Միգուցե փոխենք դերան Ժողովուրդ ով եկեք Կլասիկ մի կան, էլի։ Ես այս ամեն ինչը որ ասում եմ, իմիջիալը չեմ ասում, ես մասնագետ Բայց այս մարդիկ կասեն, ես դեռ մասնագետ չեմ։ Մի վարքան կներեք, էլի ժողովուրդ։ Մենք հիմա համատում ենք ռեժիսորների, որոնք տարբեր Չէ, նիշաններ բայց մենք ունեն։ աշխատանքային Որոնք մասնագիտական զրիցելներ Սկորսեզե սալը։ ունեն։ Մենք չենք կարող համատել տարածությունն ու Okay, ես համաձայն եմ, որ ինքը կարող է լավնա, բայց ես իրան չեմ Արվեստի սիրում։ մեջ դու չես կարող ասես այս ռեժիսորը ավելի լավ է, քան էս։ Քանի որ Դու սուբյեկտիվ շատ ես ենք հավանում։ քննարկում։ Ախր մենք ուրիշ բան ենք, ասում, մենք խոսում ենք չկա։ Նոլանի մասին вообще։ Մենք խոսում ենք Կյանքում չեմ վայելել իր ֆիլմերը։ Եկեք ես Որտեվ ինքը Չէ, ես բլոկբասթերի գիտեք ինչի մասն եմ խոսում, որ մարդը ներկայացնում է պատմական ինչ որ կերպարի, ու բնական է որ 7 սերունդ կրթվել են այդ պատմության հիման վրա։ Հնարավոր չի ես տեսնեմ մեծ էկրանին IMAX-ով նկարած Աքիլես, ու ասես նայեմ ասեմ ոնց որ Աքիլեսը չի։ Երեք եկեք Այսինքն ուղիղ ինչ որտեղ խոսանք։ նաև Աքիլեսը պիտի լինի հոտ։ Բրեդ Պիտ Հիմա մի բան ասեմ, Փոլ չէ, գրավիչ։ Ամենայն դեպս գրքերում օրինակ բերեմ։ Գրքերում գրած է մոտավորը Բելորդի գոնե։ Ոչ, no։ Մի րոպե, բայց Գրքերում գրված է մոտավորը բոլորի ուղեղում տպավորվել է Okay, բայց Բրեդ ինքը Պիտը գիրքն է, չէ՞ դարձնում։ Հիմա մի բան ասեմ, Բայց Փոլ ճիշտ Մասկալը բերեբորը վատ հինգ Նույնիսկ գլադիատոր խաղաց։ սցենարիստների մեջ, նույնիսկ Գլադիատորի սցենարիստները որդին, Քրիստոֆեր հա։ Նոլան Հա։ ու Հոմերոս։ Այստեղ գրած է սցենարիստ։ Շատ բան Գլազիատորի կապասան ասեց Դուք չեք լսում, Ինչ այս Էրնեստը որ ասեցի, վիճում է։ Եկեք առանձնացնենք սա։ Փոլ Մասկալը վատ խաղաց գլադիատոր 2։ Որտեղ Գլադիատորը դեզել շատ վաշտոնի վատ է։ ֆոնին ինքը չկար։ Բայց ինչի Դենզել Վաշինգտոնի ֆոնին ասում։ Ասում եմ լավ Բայց մի հատ սկսենք ընդից Դենզել Վաշինգտոնի ամպլուան բոլոր Եկեք ես կինոներում նույն անենք էլի, եկեք չդիտարկենք ֆիլմ, Դետեկտիվ, որ այնքան որ լեյտենանտ, արածը փող Մտեն է, աշխատելու բայց համար։ ստեղ ինքը լավ չխաղաց։ Ստեղ ինքը խաղաց այսենց։ Ինքը երևում է, նա ինքը եմ բացատրում, ինքը երևում է տենց։ Ով։ Գլադիատոր 2-ը։ Okay։ Ինքը երևում է, որ ինքը հատուկ արած է, որ ինքը առաջինի խայպի վրա երկրորդը փող աշխատի։ Որտեվ այն թեմաները, որոնք որ շարժվում է, որ այդ տղեն, տիպը իր տղեն, տիպը вообще սախ պատմությունը խառնին իրար։ Առաջի գլադիատորի արժեքները ավիրելու հաշվին, Արամ եղավ։ երկրորդը Բայց- ստեղծին։ Այս Ես լավացան չեմ, դեպքում բայց լոգիկային մոտ էր, որ սա կարող ուներ շարունակություն, այսինքն այն անկապ մոդայի հետևից ընկած ֆիլմերից չէր, որ պարտադիր պիտի ունենա երկրորդը, զուտ որովհետև հիմա մոդայա Դա հին խայպի ֆիլմերի վրա երկրորդը արել անել, են։ բայց սա ինձ թվում է այդքան դրա մասին չէր, որովհետև ինքը սցենարով ինչ որ մի քանի տարի առաջ ակնարկ տվել է, որ սենց մի բան լինելու է հետո։ Լոգիկան հիմա ասեմ Որակով չի Ջոկեր համապատասխանում։ 2-ը, Գլադիատոր 2-ը չպետք է կյանքում լնեին։ Ջոկեր 2-ը համաձայն եմ, Գլադիատոր 2-ը մի անգամ կարելի է նայել։ Սիրուն էր։ Դե տեսնանք դու Ջոկերներ ես։ Okay, Շատ սիրուն է ես կարծես։ նրա մասին Ջոկերը ով երկերն սիրում էին է։ լավ ընտրել ես մեկի մեջ ավելի։ Ես ասում եմ օպերատորսկի մոնտաժնի մեկի կարեկցիա։ Շատ Հա, թույլ է։ եթե տեսանկյունից Սցենար չկար։ Մեր վեճը, ես ասեմ սես, մեր վեճը հիմնականում նրա վրա է, որ բերում են կերպարների, որոնց որ օրինակ Ջոկեր 2-ում, բերում են Լեդի Գագային ու Լեդի Գագայան օգտագործում։ Այդի կինոյի մասին չի։ Ով ուզում է լինի, ուզում է աշխարհի ամենահայտնի հաստղը լինի։ Ինքը արդեն կոտրում է։ Ուզում եմ Նիկոլաս Քեյջը լինի։
ոնց ասեմ, նույն Մայքլ Ջեքսոնի ֆիլմը որ հելել է։ Ապա Ես ցավոք չեմ նայել։ Ինքը Մայքլ Ջեքսոնի մասին չի։ Ամենակարևոր հետաքրքիր ալբոմների մասին է։ ամենահետաքրքիր իր տակ Երկերի դիսպլեյ էր ուղղակի։ Կյանքից ոչ մի բան չի եղել։ Կյանքի իր 80%-ը այդ ֆիլմի մեջ չի եղել։ Դու տենում էիր, որ ինքը զոոֆիլ է։ Ես վիրավորվեցի։ Ինքը զոոֆիլ է եղել։ Իսկ դա ի՞նչ է։ Ըստ այդ Պետոֆիլի զո կենթանիների Ես երեխեք, ես ջղայնացա։ ըստ այդ կինոյի հա։ Ոնց որ ստեղ կինո ենք խոսում։ Ernest-ը դե ինչ որ ուրիշ բաներ ասում։ Չեմ կարող էլի։ Կներես ասածդ շարունակեմ։ Ինձ թվում է մենք հիմա ջելկանել կհամաձայնվի իմ հետ։ Այն թեման ենք սենց բանով ենթատեքստով քննարկում, որ այն ժամանակվա ֆիլմերը այն ժամանակ լավն էին, որտեղ այն ժամանակ էին։ Այսինքն հիմա այդ նույն սցենարով, այդ նույն ստիլով բերել հիմա նկարելը նույնը։ Օրինակ Գլադիատոր 2-ը չի աշխատի։ Ինքը լավն ա եղել, օրինակ այդ չգիտեմ, այդ ցորենի ձերքի ու ցորենի մասը, ինքը տենց օպերատորական ուժեղ աշխատանք ա եղել, որտեղ այն ժամանակ չի եղել։ Հետո արժեքներն են տարբեր։ Դերասանն ա եղել ծիտ։ Այ ճիշտ ես ասում, արժեքների տարբերություն։ Հիմա այն սերունդը, որը մեծացել է Գլադիատոր առաջինի վրա, այդ տղամարդու կերպարի, առնական եւ այլն, այդ ուրիշ գաղափար ա ունեցել։ Հիմա նույնիսկ Սերունդ արդեն ծերացել։ Հիմա օրինակ դաստիարակության առումով էլ է, էլի։ Բայց ինչի մենք էլ ենք ինչ որ չափով։ Դաստիարակության առումով էլ է շատ բան փոխել։ Օրինակ ես շատ սիրում եմ Meryl Streep-ին, իմ համար ինքը sense ոյ, չգիտեմ, համ կանացիության, համ խարիզմայի, ես շատ եմ սիրում իրան։ Բայց ես չեմ համարում, որ ճիշտ էր, որ Devil Wears Prada-ն երկրորդ մաս դուրս եկավ։ Ճիշտ է, ինքը շատ արդիական խնդրի չեք նայել, հա, անդրադարձավ, ոնց որ մեդիան փոխվել է, տպագիր։ Երբեք։ Հասկացա, կներես ջել շան։ Հա, ինքը ուղղակի ուրիշ կինոներ են։ Մենք միշտ պիզա ֆիլմեր ենք նայել, էտա Սկորսեզը, բան։ Դա լավ է ֆիլմ, բայց դե առաջինը։ Լավ։ Առաջինը։ Այդ դեպի լոգիկով են հետո են պրինցեսայի կինոն էլ, դες բիձա կինո։ Արագ ռուսերեն ասի դրամանգիրը։ Դիավոլ նոսիտ Prada։ Հա, լավն է։ Երկրորդը։ Երկրորդը Այդ եմ ասեմ, որ երբ որ Դիավոլ նոսիտ Prada-ը ես իմի շատ տենց կինո։ Ես դրա կամեզինի վերսիան եմ տեսել։ Ոնց որ խոսքի բանի ստաժորը։ Համաձայն եմ, այս ստաժորը պաշտում եմ, ոչ մեկ չի կարող ինձ ասի, որ դե լավ ես եմ Շատ կինո էր էլի։ Մի 10 անգամ հավես կնայես։ Սիպուսի։ հա, կոմեդիանի բառասելը ուրիշ բան նկատի ունեմ։ Ես իրականում մետ ունեի, բայց հայանտը ուրիշ բան ասեց մտքով։ Ինչ ասես։ Ես կպա իրան։ Ոնց Դե լավ, կարևոր չէ, վերադառնանք Նոլանին։ Ես ուզում Նոլանին քննադատեմ։ Ադե Նոլանի ապեք էլ դու Նոլանին մի քննադատի։ Աստղով, բայց ես պետք է Նոլանին Դու քննադատեմ։ չես կարա, Ինչու։ որովհետև ինքը չի կարա։ Տես, ինչ վերաբերում է Interstellar-ին։ Չէր կարա։ Interstellar-ը իմ համար շատ հիասքանչ ֆիլմ է, որից միշտ ինչ որ նոր բան կա սովորելու, նոր բան կա ապրելու, զգալու, բայց ես կուզեի, որ Interstellar-ը մեջ չլիներ մելոդրաման, այդ սիրո մասին թեման, Okay, չլիներ սիրո համաձայն եմ։ մասին թեման, դրա համար դուրս եկավ որպեսզի ինքը հավասարվեր կոսմическая Одиссея ֆիլմին, Չեմ որպեսզի տեսել։ ոչ ես նայել, Ահա, կստացի։ դրա համար դուրս եկավ Հելմերին, որ այդ ամեն ինչի Չո՞ն չկա։ այլեմ։ Space Odyssey, հա, դա նու, այդ չենք համատի։ 64 թիվ։ Ես ուղղակի ուզում հասկանամ դու ինչ որ կոնկրետ սյուժեում գից չես հավանել, թե ամբողջ ֆիլմն է քո համար տենց Ամբողջ ֆիլմում իմ կարծիքով այդ սիրո գիծը կոտրում է այն ամեն ինչը, ինչը ի սկզբանե կառուցվում է այդ մասշտաբը բայց տիրել։ չէ՞ որ այդ սիրո հիման վրա էր այդ ամեն ինչը։ Իրատասեցին։ Դա արդեն նայ, դու նայում ես գիտա ֆանտաստիկա, որը հիմնված է իրական ֆաստերի վրա, նայում ես։ Իսկ ինչքանով ես Սերնել է վստահ։ գիտա ֆանտաստիկ հարգելիներ։ Բանչասի, Արգելիներ չէ, Էրնեստ։ բանչասի, նայում ես, որը շատ է։ գրքի հիման վրա, յա, սաղ։ Իսկ դու մասը վերջում Շեբեդեի բանն է լինել։ Ո՞վ է Շերբակովը, ես, երևի։ Չէ, կովրել Չէ, դու տամբին ես։ Բամբի։ Չափերի ձերն էլ ես։ Ոչ, մենք պոտի պոզիտիվ։ Դրա համար չի ասում, հումոր է նման էր։ Լավ էլի։ Բան Հրանտ
Իսկ դու վստահ ես, որ եթե այդ գիծը չլիներ, քեզ դուր կգար ֆիլմը։ Հա, նույնից դուր է եկել։ Բայց եթե դրանց ինչի մասին լիներ այդ ֆիլմը։ Նայ, այս ֆիլմի հիմքում ընկած է սերը, ոչ թե բան սերը, այլ պլատոնիկ սերը հոր եւ աղջիկա միջև, որ հայրը ամեն ինչ անում է ու վերջում գալիս է իր աղջիկա ոնց որ իր ու իր աղջիկա հարաբերությունների ամենասկզբում է կանգնում ու հետո հասկանում է, որ ինքը բացա թողել այդ ամեն ինչը, ինքը չի ասրել սիրել իր աղջկան, այնպես ինչպես որ պետք է։ Համաձայն եմ, բայց այդ ամեն ինչը այդ ամեն ինչը կարած չլիներ կոսմическая թեմատիկայի մեջ։ Ինչի՞ է։ Why արվեստը ուզեցել ես տեսնել ասելու, բայց ես ասում եմ, ինքը կարող ավելի մեծ ֆիլմ լիներ։ Ախր այդտեղ ենթատեքստով էլ սիրո մասին ուրիշ գաղափար կա։ Մարդը այնքան շատ պետքա սիրի իր գործն ու այն գաղափարը, որ ինքը անում է, որ դրա համար գնա ծախսի մի ամբողջ կյանք մի հատ գաղափարի համար, այդ սերն էլ կա։ Պարզապես ես կարծում եմ, որ ամեն շատ պարզ է, ճաշակի եւ ընդհանրության բան է, եւ ոնց որ բանի հետ կապված, արտագանիստերի հետ կապված։ Ոնց ասացիր, դու կարաս ինչ որ հանուն մեկի Ծոցանես աշխարհը, հա, վերջը։ Հա։ Տեստեմ մի քիչ Այս տեսանկյունից որ նայում ես, այդ Կուպերը արտագանիստն էր։ Ոչ։ Ինքը իր աղջիկը համար է փրկի ամեն ինչը։ No։ Ինքը ամբողջ աշխարհը փրկելու համար զոհաբերեց իր եւ իր աղջիկա հետ հարաբերությունները։ Ստեղ երկուսն է կա։ Ինքը եթե իր աղջիկը մոտնանար, իրանք դաժան մահով մահանալու են։ Okay։ Բայց կմնար իր աղջկա հետ։ Տերմինատոր 2-ը չես տեսել։ Հա, բայց այս դեպքում ինքը կամ պետքա նայր ոնց է իր շերունդը վերանում, կամ ինքը պետք է այդ ամենը փրկեր։ Դե փրկելու համար բոլորին ինքը զոհաբերեց իր աղջկա։ Բայց այնքան ինքը ճիշտ, որովհետև ստեղ մի քիչ իր էգոիզմը կա։ Որովհետև չէ, նայ Կուպերը Ժողովուրդ մի վարք է դրա մասին չի Չափազանցած արեցի, բայց էգոիզմի հետ համեմատաբար։ Հանաջան, ստեղ էգոիզմի հարցը չի, ստեղ են հայտնի լոգիչսկի պարադոքսն է, որ կապում են ռելսերին մի հոգու, կապում են ռելսերին 10 հոգու, այդ մի հոգին, ասենք իմ բարեկամն է, այն 10 հոգին անծանոթ մարդ։ Ես արդյոք պոեզը կուղերթեմ այդ մարդու վրա։ Բայց այդ մի հոգին քո սիրած մարդն է, թե պրոստը ինչ որ մեկն է։ Իմ սիրած մարդն է, ասենք։ Դու կփրկես քո սիրած մարդուն 10-ին։ Այդ տրամաբանական պարադոքս է։ Այս է հերոսի եւ անտագոնիստի տարբերությունը։ Հա, հրան, դու ինձ կփրկես թե սիրածդ մարդ։ Ստեմ հատ։ Քեզ կամ։ Բայց երկուսը լենականից են։ Հրան։ Դե գիտես ոնց ինքը նոր է։ Ինձ Դիտաբեցին քեզ ինքը նոր է։ ես հին։ Раз мы друга забабуны променяют. Սավա։ Ոյցի մտավ քո կադր ու այդ արտադրության բաբու արտադրության համար ես էցեք Բայց այդ արտարքին այդ ֆայն կադրը ինչ տեսք ունի, սենց Աբե մի հատ դու կխոսես ես մենակ քեզ լսեմ ըստեղ էլ չեմ լսում Մարդը բան էր ասում ընդհատեցինք Հրան Ջան Այստեղ որ դու ասում ես ինքը վատ ռեժիսոր է, չէ՞։ Արի թատրոնից գամ։ ինքը չի ասել վատ ռեժիսոր է ելմի։ Ես կարամ բայց ասեմ։ Ինքը Դա բայց չի։ դուրը չի գալի վատ ռեժիսոր։ Բայց ինքը ընդունում է որ կարա ասի Դե օպենհայմերում ինքը շատ Վալա թա։ Դե դա ձեր անձնական խնդիրն է Դու նոր ինչ ասեցիր պարադոքս։ Ահա։ Ինքը ընդունում ես որ պարադոքսալ ռեժիսոր է։ Իր մոտ պարադոքսը շատ է աշխատում։ Դե շատ ենք տեսել։ Իրա մոտ պարադոքսը, հա։ Ինքը այդ ժանրում է, Որտեղ է մարդով պարադոքսը կրկնվող։ Նայ Inception-ը դա Всё։ Դու ինչ ես օգնում Memento Mori։ Հա, շարունակի, պարոն Փայցյան։ Հիմա կինեի հաշվեսա ռեժիսոր մարդ տեսակին մոտենանք вообще չեմ ասում որ ինքը տենց ինչ որ յուրահատուկ դեմք է ինքն դե որ ինքը կա կարող ասենք ինչ որ մի հատ մարդ կա որ ավելի տաղանդավոր է բայց դա չի կարաս հայտնվի ամեն ռեժիսոր ունի ինչ որ տեսակ ինչ որ բան որ իր մեջ տնտմում է ու ինքը շատ է դրան վերադառնում ինքը դրա մեջ է իրան գտել հա որ դաժե նայես այդ Արանովսկուն որ նայես ինքն էլ իրան բզիկներն ունի Արանովսկին Սկորսեզեն իր բզիկներն ունի Դու ես ասում որ չլներ Նոլանը Արանովսկին կներ իր տեղը Էդի ես չի ասում Վերագրում եք Իրանք հավասարին լսել է բայց ես կինոյի անունը ճիշտ ասեցի Inception-ը Inception եմ ասել ինձ թվաց սխալ եմ ասել ուրիշ բան եմ Ես մի բան եմ ուզում ասեմ որ դու խոսեցի ռեժիսորներից Ես սովորաբար օրինակ իմ ժանրը, այն կինոն, որը ես սիրում եմ, ես հավանում եմ, սովորաբար կամ բաց ավարտ ունեցող ֆիլմերն են, կամ ֆիլմերն են, որտեղ ես ինձ գտնում եմ։
բայց դա միշտ չի տենց եղել էլի, ես ուղղակի հիմա դա իմ ժանրն է։ Ու օրինակ գնան կինոյում էլա տենց, որ մեր լսանը նենց է, մարդիկ կան, որոնք գալիս են լսեն Մանեի սիրելի ֆիլմի կարծիքը, ու հետեւաբար իմն էլ վերջերս երբ մենք խոսում ենք Օսկարից կամ խոսում ենք, չգիտեմ, յուրաքանչյուր կինոփառատոնի անդրադառնում ենք, էլի Ոսկե Ծիրանից սկսած, փորձում ենք ամենայն դեպս։ Ու մի հատ կինո կա, որը ես սովորաբար ես նայում եմ մի կինոն մի քանի անգամ, բայց այդ կինոն չեմ կարողացել նայեմ, որովհետև ես շատ եմ սիրում այդ կինոն։ Խոսքը Սելին Սոնի մասին է, Past Lives ֆիլմը, չգիտեմ տեսել եք թե չէ։ Ես նենց եմ նեղվում, որ ինքը սխալ տարի նոմինացվեց Նոլանի հետ, դե այդ տարի Նոլանինն էր էլի, ինքը տարավ բոլոր մրցանակները, բայց այդ կինոն, որ ինձ օրինակ հարցնեն սիրո մասին, քո տեսած ամենատպավորիչ ֆիլմը, ես առաջինը կասեմ այդ։ Էդի օրն է թարգմանը։ Ինքը երկու Прошлые жизни. Ինչ։ Прошлые жизни ռուսերեն։ Երկու ազիատի մասին են, որ փոքր ժամանակ բաժանվում են, հետո հանդիպում են Նյու Յորքում։ Ազիատի Բանը մասին։ միլիոներ իստրուշոբը չի։ Բարը ձեզ օգտագործել ասած։ չեմ կարա մոնտաժը։ Բիպ կդնենք տեղը։ Ոնց է նորից ասա։ Երկու բիպի։ Ռուսեն։ Прошлые жизни երևի։ Ու այդ ռեժիսորը երբ որ բացատրում է, ասում է ես ֆիլմի ռելիզից հետո չեմ ասել ֆիլմը ինչի մասին է ու գլխավոր իր մեսեջը, որ մարդիկ մտածեն դա սիրո մասին է։ Բայց իրականում սիրո գաղափարից դուրս ինքը շատ արժեքահեն մի հատ բանի մասին է, որ յուրաքանչյուր հարաբերության մեջ կլինի դա, չգիտեմ, ընտանիք, ընկերներ, եթե մարդիկ իրար համար են ու ինչ որ ձև իրանք պիտի հանդիպեն։ Կյանքում ամեն ինչ աշխատում է, որ իրանք հանդիպեն, բայց վերջին ընտրությունը քոնն է։ Այսինքն ինչքան էլ կյանքը իր տեղում պայքարում է, որ դու ու ինչ որ մեկը հանդիպեք, եթե դուք հնարավոր չի իրար հետ լինեք, ոչինչ չի լինելու, ու այդ ֆիլմում կա մի հատ փայլուն վերջին տեսարան, ես օրինակ շատ էմպատ եմ, ես չեմ կարողանում այդ տեսարաններ նայեմ, բայց այդ տեսանը 1000 անգամ պատրաստեմ դնեմ ունեմ։ Շատ սիրուն է նկարել, էլի։ Բայց օրինակ իր երկրորդ աշխատանքը, որը միգուցե լսել եք Մատերիալիստը, որ Մատերիալիստները։ Հա, Պետրոնա, հա, Պետրոներ, հա, ու Քրիս Էվանսը թե։ Բանի հետ։ Երկու խարիզմատիկ Ուշագույն կինոներ։ Շատ ուշագույն էր, այո։ Բանն է։ Դակոտա Ջոնսոն։ Բայց Չի կարա ասենք նույն ռեժիսորը նկարի Past Lives-ը ու Materialist-ները։ Կարա։ Կարա, բայց նայում ես իր ստիլը չէ։ Ընդհանրապես։ Նույն առանցքին չի կարա առանցքի նկարի Black Swan-ը ու նկարի Poema Spalichն եմ։ Պրոստը Քրիս Էվանսն ու Պետրո Պասկալն արդեն չափազանց շատ էին էկրաններին, էլի դու արդեն ոչ թե գնում ես ուրիշ բան։ Պետրո Պասկալը չափազանց շատ է վերջերս։ Հա։ Ինչ որ բան դեմ բան կա դրան։ Դեմ բան կա։ Տպավորություն է, որ ուրիշ մարդ չկա։ Եվ իրոք չկա։ Չկա, նա։ Ես մի բան Նամիակ ասեմ։ Մեքսիկա։ Ես մի բան ասեմ, այնտեղ ուզում եմ Հոլիվուդը լինի, ուզում եմ Ռուսաստանը լինի, ուզում եմ Հայաստանը լինի։ Ինչն է, չտեսել։ Որ երկիրը ուզում ալնի։ Այնտեղ մտածողություն կա։ Որ կպնում են մեկին, սկսում են իրար շատ նկարել։ Էդ է հիմա ոլորտը։ Դες որ հիմա շատ է, թե քիչ է, այսօր շատ է քիչ կլինի, էլի։ Կիսով։ Ոյ շոտ եմ սիրում։ Օսկար Այզիկին բան չասեք շատ։ Լավ տղա է։ Ասում եմ Համարավան որ Մենք բոլորս ինչ որ դու ճագրի չենք, ասում Էրնեստը լավ տղա։ Ես վերջերս ընկնեցի դիտել խոստումը։ Ես չեմ նայ։ Որ Բայց ես ուզում եմ մենք Ես չեմ նայ, բայց իմ մոտ ես կադրեմ, տեսեք որ ինքը հայրեն։ Հելը մի վարքան ստոպ էլի, մենք ոնց որ թեմա էինք։ Այ միշտ տենում ես։ Ես այդ ասացի ինքն էլ էդի ասաց։ Ես հասկացա դուք սկզբից ինչ էիք ասում, որ թեմայից թեմա եք թռնում։ Ոնց որ այստեղ վեգեշնիկ լինենք էլի։ Մենք ենք։ Ես վերադառնում եմ, որ իր ֆիլմը դու բան չարեցիր, Oldboy-ը։ Ինչ։ Չէր նայել բարձվավ։ Oldboy-ը ես չէի դիտել։ Oldboy-ը Ես ո՞ր է չեմ նայել խելագարի Oldboy-ը։ պատմություն է։ Որ խելագարի։ Իրա սիրած ֆիլմ։ Որ աղջկա այդ քնում այդի։ Հա։ Մի հատ նոր մի վարքյան։ Ավոր շատ իմ բանը չի Օրիական եղել։ ֆիլմ է էլի ինքը։ Իմ էլ տեսած չեմ։ Վեգան նայելեր ու ավոր վեր Squid էր։ Game-ն եք խոսում, Հա, չհասկացա կորեականի ինչ եք։ Իսկ քո սիրելի ֆիլմն է։ Չեմ դիտել։ Top 1-ն է։ Ես այդ Top ֆիլմը մեկ քո սիրելի ֆիլմն է։ 7 անգամ, 7 անգամ նայել ես։ որից 3 անգամ մի օրվա մեջ։ Իսկ ինչի մասին է։ Արդեն ահավորը։ Հետաքրքիր նայեմ։ Ինքը բանի մասին է, Կոմս Մոնտե Քրիստոյի նոընթերցիոնը կարելի ասել։ Oldboy էլի։ Իսկ քո Այսինքն սիրելի որն էր։ տղամարդու ում փակում են 15 տարի Գուլիվերը բանտում ճանապարհորդությունը։ ու բաց են թողում, ինքը չգիտի խեն իրեն փակե ու չգիտի խեն բաց 6 թողը։ թվի ոնց որ։ Ու Ու այդ կինոն է սիրում։ Ես չեմ Լավ է նայել։ նկարած։ Ճիշտ խոսում։ ֆանտաստիկ է։ Ամենասիրելին է դա։ Որը։ Եթե տենց ես ուզում ախպերս։ Տենց ես ուզում Quasimodo 68 թիվ, լավ է։
Բայց քեզ ուտես լավ է, ես միշտ եմ էնի սիրե։ Հələ եկեք իրան հարցնեք, իսկ որն է քո ամենասիրելի ֆիլմը։ Прожарка так прожарка։ Ոչ չգիտեմ, ես եմ միշտ հարցրել ես հարցը։ Չգիտեր որտես։ Բումերանգը հետ է գալ։ Poet Society-ին։ Որը։ Ես չգիտեմ ռուսերեն ոնց է այդ։ Մերիալ պոետների ինտերակցիոնը։ Լավ։ Իրանք հայերեն Okay, ես չեն չենք կարող կփրկեմ։ Պոետով, հա։ Ուրիշ բան ասա։ Ես իմ Էլի որը պատմություն ասեմ, Ջելկային թողեք Ռոբին Ուիլյամսի մասին խոսա Ոչ, չեմ կարող։ 24 ժամ, 48 ժամ եւ 72 ժամ, ինքը կխոսա։ Մենք Շատ եմ կարող սիրում։ ենք դա անել։ Շատ եմ։ Smile my Կարող boy։ ենք, Ոնց է։ մենք էլ ենք իր Ես կինոների վրա Ես սիրում մեծացել։ իրենց խոսալուց։ Շատ եմ սիրում։ Բանը Իմ մամա շատ սիրում։ Downfire-ը դա։ New day is coming, հա, տենց էլ Ահա, ասեմ։ ես գիտես բայց ինչն եմ սիրում իր մեջ, որ ինքը թույլ չի տալի, որ դու ֆիլմը նայելու ժամանակ ասես վայ ինչ լավ է խաղում ես դերասանը։ Դու ապրոմակցում ես իրան, դու հասկանում ես իրան, ինձ դուր է գալի, որ մտնում ես տրամադրության մեջ։ Հետո ընդհանուր Չէ, առհասարակ է դերասան։ Вообще ֆոյտների մեջ եմ մտնում ես։ Ինքը даже կոմեդիի ժանրի մեջ է, իրան միշտ նայել ես, ինքը տենց։ Չէ, շատ լավն է։ Դու իրան որպես կոմեդիի դեմ չես բանալ։ Իր ֆիլմերից կառավարացնեմ իմ համար Ստալիետնի չլայվեք, ոնց է։ 200 լետնի չլուր։ Օրինակ Այդ ես շատ է սիրում։ կան ֆիլմեր, որոնց մասին չեմ խոսում։ Բայց չեմ կարող բացատրեմ խի։ Վիետնամը չեք նայել։ Մենք օրինակ, վերջերս Ռաֆայելի հետ ենք խոսել։ Հա, Ռաֆայելի հետ ենք Լսեք, կինոդարանի խոսել իր ամենասիրելի ֆիլմի մասին, ու ինքը ընտրել էր Good Will Hunting-ը, իսկ դա ես չեմ խոսում կատեգորիկ այդ ֆիլմի մասին։ Չեմ խոսում ուղղակի։ Ինչ որ բան կա մեջը, թե պրոստը։ Հա, ինչ որ բաներ կան, որոնք ինձ շատ անհանգստացնում են, ես դրա մասին չեմ կարողանում խոսել, Հասկացա։ ու շատ էմոցիոնալ եմ։ Հիմա Ռաֆայելը ընտրել է արդեն իսկ այդ ֆիլմը, ու դե բնականաբար որ հյուրն է ընտրում, ընտրել արդեն այդ ֆիլմը, ու ես արդեն sense հոգեբանորեն մտածում եմ ոնց կքննարկենք, ինքը շատ հեշտ հյուրեր ու մենք կարողացանք իր այդ խոսենք, բայց կան սերիալներ, բաներ, որոնք հենց Ռոբին կինոներ, որոնք Ռոբինն է արել, ու ես դա շատ եմ սիրում, էլի շատ ուսուցողական է։ Ու ամենա, չգիտեմ, տխուր է, բայց ինքը տենց մի ամբողջ սերնդի վրա ազդեցություն է ունեցել։ Ասա ամենավարդերը Այդքան էլ ճիշտ Ավգուստ Որը Ռաշնեցի դերն է։ Ինչի՞։ Ամենավատ անկապ անիմաց դերը, որ կարող ինքը չլինի դուբոյ ուշը։ Ժողովուրդ դե բոլորն է կարան Դե ապուստերը տենց որ հա, մտածես, բոլորն է կարան։ Բայց August Rush-ը լավ կինո է այնցա որ իր Իսկ ինչի՞ց է սկսել այդ Nicolas Cage-ի հումորը։ Ինչ որ մի բայ մենք խոսեցինք, չգիտեմ, բանի Սերգից Չէ, Սերգի վաղտ առաջի խոսը Սերգի վաղտ ոնց որ հաստատվեց այդ թեման, որ պետք է դառնա մշտական։ Ես ու Սերգը սկսեցինք ասել լավը չի, իրեն ինքը Ապա նեղվեց։ չէ, դաժե սենց ասեմ, այդ ռիլը կա։ Ես Սերգեին հարց եմ տալի, Մալկովիչի հետ կապված, ու Հրանտին ասում եմ, դու չխոսած Նիկոլաս Քեյջ։ Ու այդտեղից տալիս են։ Իսկ ընդհանրապես չես սիրում, թե ուղղակի այդ կերպարի Ինքը մի հատ կինո է սիրում Նիկոլաս Քեյջից։ որը։ Travolta-ի հետ։ Հա, դա սիրում։ Այդ որն է։ Բայց միջև իր դեմքով փոխվել։ Իսկ Անցանոթ է որ Նիկոլաս Քեյջը Սարգիս Գրիգորյանի հետ խաղում է։ Դեմքի փոփոխություն։ Գոր Վարդանյանը Այդ այն որ դեմքը փոխում էր, հա։ Իրական թեմա, որի մասը համար մենք հավաքվել ենք այսօր, որը մենք պետք է քննարկենք, ժամանակակից տենդենսները կինոյում, մարքեթինգի, ինտերնետի ազդեցությունը։ Ամենագլխավորը դա մարքեթինգի ազդեցությունը կինոյի վրա։ Որտեղ ես ուզում եմ այս թեման սկսենք մի շատ հետաքրքիր բանով։ Այս տարվա սկիզբ Ջո Ռոգանի հետ ոդկասթում, չգիտեմ նայել եք թե չէ, ես իրան կանիշ չեմ սիրում։ Մեթ Դեյմոնը մի բանի մասին է պատմում, որ Netflix-ը Ջո Ռոգեն թե Սեթ Ռոգեն։ Շնորհակես։ Կտրեք սեր։ Պիау։ Գնա։ Մեթ Դեյմոնը մի հետաքրքիր բանի մասին է պատմում, որ Netflix-ը հիմա ռեժիսորներին ու սցենարիստներին պահանջում է, որպեսզի իրանք ֆիլմի առաջի 5 րոպեում դնեն ամենա տպավորիչ էպիչնի էքշն տեսարանները, դա նույն ռիլի ֆորբանն է, Հա, որ ուշադրություն գրավի։ Ու ընթացքային դիալոգների միջոցով ֆիքսեն, բարձրաձայնեն այն բոլոր կարևոր պահերը սյուժետային, որը հանդիսատեսը կարա բաց թողի, երբ որ ինքը գլուխը կախնում մտնում է հեռախոսի մեջ։ Okay։ Իրանք տենց էլ արդարացնում են, որ հանդիսատեսների մեծ մասը հեռախոսի մեջ մտած են նայում։ Կինոթատրոնում։ Այո։ Դա ADHD ունեցող։ Չէ, ոչ կինոթատրոն, Netflix-ը կինոթատրոնի հետ կապ չունեցող։ Okay, Որ նայում ես կողքից ինստավաս նկատի ունես, որ Ես գան այնպես կինոթատրոն։
Ես այդ սերնդից չեմ, բայց Ես ես շուտ այդ Netflix-ը հիմնականում իր սթրիմինգի մասին եմ Հա, մտածում։ okay. Ու ինչքան նայում Netflix-ի ֆիլմերը, սերիալները, դա մի միշտ աչքս կա։ տեղա, մի աչքս կինոյին։ Ու ես տենց ավելի լավ եմ անցալում։ Լավ։ Ու այն որ խոսքի կարևոր մոմենտներ կա, որ բարձրաձայն է, խոսքի էս բանն ալեք Apex-ը, Չէ։ վերշինան։ Այդ ո՞րն է այն աղջիկների պատմությունը։ Չէ, բանը Terran Edgerton-ը որ գժավարի պարում Ես էր դրա տակ։ վրա- Հա, բայց հասկացա ինչի Հա։ հետ էս։ Հա, ես չգիտեմ, Sharon տասը Stone-ը վրա եմ Getting մնացել։ Harder to Find։ Չէ։ Այն Everybody's getting out of the որ mind։ գժի դրա տան։ Okay. Հա։ Այդտեղ մի հատ պակ կա, որ գլխավոր հերոսուհին սունկեն կախում է, ռյուկզակը կախում է ծառից, պարկում է, քնում է, անցնում է 18 վայրկյան։ Ինքը զարթնում է, դեռ պայուսակը չկա, ուշադրություն ինքը մենակ է ջունգլիում, բարձրաձայն ասում է ուր այն պայուսակը գրողը տանի։ Ու Այստեղ շատ հետաքրքիր է դա խաղարկած, որովհետև մենք տեսնում ենք որ իր պայուսակը չկա։ հա, այսինքն բարձրաձայնում է, որ դու ուշադրություն Ապրես, դարձնես։ Որ եթե դու հեռախոսի մեջ ես, դու լսես, որ իր պայուսակը կորել է։ հետաքրքիր սցենա է սկսել։ Նայ, օրինակ ես կարծում եմ, այս քո բերած թեորիան շատ ռեալ է այնքանով, որ եկել է մի սերունդ, որը ուշադրությունը ահավոր դժվար է ինչ որ մի բանի վրա գրավելը։ Այսինքն, եթե դու նույնիսկ ինչ որ հաղորդում է, որը չգիտեմ, գիտական հաղորդում է, չգիտեմ, ուսումնական եւ այլն բնույթ կրող, դու 40 րոպե որ նստես, լսես ուղիղ ու ոչ մի բան չանես, շատ դժվար է, ու վերջերս նույնիսկ տենց ինչ որ թեորիա են քննարկում, որ այս սերունդը չի կարող 20 րոպե ոչինչ շանել։ Այսինքն շատ դժվար է, որ ձեռքերդ ազատ են, դու հանգիստ ես նստած, հա։ Այսինքն կոնկրետացումը ինչ որ բանի վրա դժվար է։ Ես օրինակ այնպեսի մարդ եմ, որ գնում եմ կինոթատրոն, կինո եմ նայում, իդեպ մենք գնանք կինոյի մեջ շատ ենք խոսում, որ որևիցե բնականաբար առանց գովազդի միտք ունենալու մենք խնդրում ենք որ մարդիկ գնան եւ կինոթատրոնում նայեն կինո որովհետեւ այդ մշակույթը, որովհետեւ այդ հիշողությունը ու քանի որ սթրիմինգային ժամանակներում ենք ապրում, այդ շատ կարեւոր է որ մարդիկ կինո նայեն հենց կինոթատրոնում։ Բայց վերադառնալով քո թեմային շատ ռեալ է, որովհետեւ գնացել ենք Ջեյկոբ Էլորդի կինոն եք նայում, ո՞րն ենք։ Ես կինոթատրոնում չեմ շեղվում։ Ես չգիտեմ այդ ինչ պարադոքս է, բայց ես մեծ էկրանին նայելու չեմ նստած են մարդիկ, որոնք անդադ հեռախոսի մեջ են ու միշտ սկրոլ են անում, ու դու չես կարողանում նայես, էլի։ Ու դու չես կարողանում նայել։ Կինոթատրոնի հետ կապված ես մի հատ շատ հետաքրքիր ֆեյցիշ ունեմ, որ ես պետք եմ կինոթատրոն, ես պետք է նստեմ ամենադիմացի շարքի մեջտեղը, որպեսզի ես էկրանը այսպես տեսնեմ։ Ինչ խնդիր ունեք առաջին շարքի հետ ու վերջերս հանդիպում եմ կամ առաջին շարքի մեջտեղը կամ Գիտեմ, ես միշտ առաջի շարքն եմ։ Հա, ճիշտ է, բայց էլի Ես պատճառը։ 7-8 մեջտեղը պետք է Իմ համար շատ կարևոր է։ Թեմը ամեն վերջին կարգերից Տեսեք, բացատրեմ իմ մոտիվացիան ինչումն է։ Իմ մեջ միացած փուճուր երեխա կա, որ փոքր վաղ կինոները նայում էր տելևիզոր դեմը նստած այսպես մեծ էկրանին։ Իր համար այդ էկրանը մեծ էր։ Հիմա մենք կինոյի տոմս որ առնենք, քեզ առնում ենք այն դեմը, մեզին վերջը։ ուղղակի վիզ Ինչի դուք իրար հետ չեք գնացել կինո։ Լուրջ։ Դե ոչինչ։ Մենակ Իրար է կինո նայած չկանք։ Դուք երեքով իրար հետ չեք գնացել կինո։ Մենք ամենա բոլոր ֆիլմերն իրար հետ ենք նայել։ Մենք BFF Դրա համար մեր մոտս բարդակ է։ Բայց Էլի դու իրան դասում դասում ես։ ես ինչքան հրաշք միտք ասեց, ասեց մենք BFF չենք։ Ես իր հարսանիքի ազատն եմ։ Ինքը իր քավորն է։ Ով։ Ինքը։ Դες մեծն է։ Իրականում մենք չենք հավաքվում ոդկասթից դուրս։ Ոդկասթից դուրս դա չենք շփվում Արա կարելի։ սախ բալի տարես ջոգի, ով ու բարեկամն է։ Ով ու մետա քնում էլի։ Աչկա։ Լավա չասիր ախպեր, ես մարդու կնիկը ներսնա, իմն էլ տունը գնաց է։ Դու էլ չունես։ Դե չունես։ բայց Վերադառնալով- առողջ ընկերություն է կարող։ Դե հա, տղեկ ընկերություն տեսնում։ Աղջիկներ ուրիշ ձև են։ It's Ընկերություն։ okay։ Վերադառնալով մեր Աղջիկները ախպեր, թեմային։ գնում են կաֆե, սուշի են Ես զակաստան, մեր սաղում Չէ, են նա ստում։ միս։ Ես թեմա եմ գտա, որ ինձ էլի հալած է։ Ջան ասա։ Ինչ, Նիկոլաս Քեյջին ես Չէ, ես որ ասեց, որ ինքը հեռախոսի մեջ է ու մի աշխվել նայում է, ես տենց մտա իմ կյանք սկսեցի ուսումնասիրել ոնց եմ ես կարում դա անեմ։ Հետո պատկերացրեցի այն տեսարանները, որ ֆիլմում դու այսպես նայում ես։ Ու դեռ լարված։ Աչքեդ կարմրում է։ Հա, ո՞ս պատկերացնես կարելի տենց ու տենց։ No, չէ, եթե ֆիլմի հատված է գալիս, որի ուղեղը որոշում է, որ իրան հետաքրքիր չի, նորից եմ ասում, մենակ համակարգչով նայելուց։ Եթե էկրանին է, ես ծերից ծեր նայում եմ։ Եթե բանա, ես չգիտեմ, մի հատ sense սովորություն, այսպես մի հատ sense եմ անում, sense եմ անում, ու վсё։ Ժամ ես Մի հատ հարց։ հա։ Ինչ որ տենց Ռիտուալ է հանգստացնող, ուղղակի Տեսնեմ, նամակ ունեմ, բայց Refresh։ Ֆիքսել ես որ ֆիլմերի վաղտ։ ոչ թրիլերներ, ոչ տենց Չէ։ հետաքրքրությունը պահող։ Չէ, կոնկրետ ինչ որ X կինո Ֆիքսել ես անում։ ֆիլմ, որը որ չոտքի նայել ես, ու ֆիքսել ես ֆիլմ, որը որ տենց Օրինակ ես վերջերս Obsession էինք նոր
ուժաստիկ կամ իհա չգիտեմ գիտեք թե չէ ու շատ են իրան բանանում գովում այնքանով հայտնի որ շատ քիչ բյուջեով դե սարսափը տեղից է յութուբերի կինոն չի հա յութուբերի որ յութուբեր եղել հա որ շատ քիչ բյուջեով Backrooms-ն էլ Obsession-ն էլ նույն պրինցիպն են նույն ռեժիսորն չեն բայց նույն պրինցիպն են որը յութուբերների Backrooms-ը Հա, Ասանջոսի բանն է, չէ՞։ Որտեղ իրանք շատ քիչ բյուջեով, շատ ուժեղ տենց բում են արել, ու վերջերս ընդհանրապես սարսափն ու թրիլերը շատ է տարածվում։ Դրա ժամանակ եմ օրինակ։ Ոնց որ ամենաառաջի Աստղերն ա եղել կոպեկանոց կինո։ Սարսափը միշտ է այժմ։ Մի քանի Դե մի լրիվ մի թեմայի վրա արիշտ։ Հարաբերական։ Հիմա երբ որ օրինակ խոսեցինք այդ ուշադրությունը եւ այլն, հետ գալով այդ ժամանակի տենդենսի եւ ընդհանուր մարքեթինգի թեմային, օրինակ իմ համար կարեւոր է այդ մարքեթինգ ասվածը, որովհետեւ միգուցե դա նրանց է որ ես կինոմանը ուշադրություն եմ դարձնում նույնիսկ մարուկներին, բայց ես դուր է գալի, որ ես տեսնում եմ, որ այդ ֆիլմի վրա գումար է ծախսած, սկսած նրանց ոնց է դերասանը հագնվում հարցազրույցներին, ոնց է ինքա, չգիտեմ, ոնց են իրեն PR անում այդ շրջանում հիշեցի Թիմոթին Ես անիմաստ եմ համարում այդ ծախսածը։ Չէ, իմ համար մարքեթինգը Իմ համար մարքեթինգը շատ կարևոր կոմպոնենտ է ֆիլմի վրա, ֆիլմ արտադրության մեջ։ Հա, մարքեթինգի մասին է խոսքը։ Հա, որովհետև օրինակ խնդիրը այն չի, որ ֆիլմը հասնի քեզ, իրեն եւ ինձ, այլ այնա որ ֆիլմի ճիշտ մեսիջը հասնի մեզ։ Մարքեթինգ որ ասում ես դու ինչի գովազդի մասով ես ասում։ Ոչ միայն գովազդ, այսինքն գովազդ եւ պլյուս այն փոքր ամեն ինչը, հա, որը առաջխաղացման համար շատ կարևոր է, էլի կինոյի։ Եթե մենք խոսում ենք ֆիլմի առաջխաղացում, մենք պետք է բարձրաձայնենք Neon Studio-ի մասին, ով որ A24-ի գլխավոր կոնկուրենտն է հիմա, ու թե ինքը ոնց պրոդվիգայց արեց Անորա ֆիլմը, որ բոլոր ուր գնում էր ֆիլմի ազնեկազմը, բոլոր դերասանները իրար դնում էին։ Փեն բարձրանում էին բոլորով միասին։ Ոնց ինքը Ես շատ սիրում եմ Անորան, բայց որ A24-ի հետ համեմատում եմ, sense մի քիչ Դե կարաս A24-ի հետ համեմատես բանի ֆիլմը։ Օզգուտ Պերկինսի Long Legs ֆիլմը։ Այդ Long Legs ֆիլմը իրենք սկսեցին պրոդվիգայց անել մի քանի տարի առաջ ֆիլմի պրեմիերայից ու չէին ասում ինչ մասն է խոսքը այլ ինչ որ տես չգիտեմ YouTube-ում true crime ինչ որ բան են հաղորդում են գցում սարսափ է ինքը հետո ինչ որ մեսեջներ էին տարածում քաղաքներով մեկ բիլբորդների վրա ինչ որ մի հատ մանյակի մասին ինֆո էր եւ այլն Դաժե հերախոսը համար կարող կարելի զանգել Բայց դուք ձեր վրա զգացել եք այդ մարքեթինգը ազդում է ձեր վրա Սիրելի ընկերներ, քանի որ չնախատեսված մեր էպիզոդը հավոք շատ երկար գնաց, մենք force majeure-ային սիտուացիայում որոշեցինք, որ էպիզոդի կիսենք երկու մասից։ Այս էպիզոդը վերջացնենք, կիսատ թողենք։ Հաջորդ էպիզոդի կսկսենք արդեն նույն էպիզոդի շարունակությունը, որովհետև շուտ երկար է գնում, մենք արդեն նույն ուժում տակ խնդրում եմ օգնեցեք մեզ։